5 անձի ենթադրաբար ապօրինի զենքերով դիմակավորված տեսաուղերձը վայրկյանների ընթացքում խաթարեց էժանագին թվացող քարոզարշավը։ Հոկտեմբերի 27 եւ գլխատված Հայաստան տեսած հասարակության շրջանում այսպիսի տեսանյութը չէր կարող կրքեր չբորբոքել։ Մինչ անհայտ է տեսանյութում նկարահանված անձանց ինքնությունը, գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչու են նրանք 5 հոգով, գուցե սա խորհրդանշական թիվ է, չէ՞ որ հոկտեմբերի 27-ին էլ ահաբեկիչները 5-ն էին։ Մենք գիտենք դու ինչ ճանապարհով ես քայլում, որ փողոցներով ես անցնում, Նիկոլ, ասում է տղամարդկանցից մեկը, սպառնացող տղամարդկանց ուղերձի հիմքում Արցախն է։ Դրան հետ է Նիկոլ, դու պատասխան ես տալու։ Հայոց Արցախը իլալա միշտ մեր Հայաստանի Հանրապետության դարպասն են։ Րոպեների ընթացքում եւ 3 անգամ այս տեսանյութին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ուղերձղելով Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին, իսկ դիմակավորված անձանց հորդորեց հանել դիմակները, սպառնալով սատկացնել, նրանց անվանեց նաեւ դիրքերից փախածներ։ Լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Դուք ով եք արայս տահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով ես սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքի դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ։ Դիմակավորված անձանց սահմռկեցուցիչ ուղերձին ժամերի ընթացքում 2 սկանդալային արձագանք եղավ ընդդիմությունից։ Նախ դաշնակցական իշխան Սաղաթելյանը տեսանյութ հրապարակեց, նշելով, որ դիմակավորված անձանց տեսանյութը պատրաստել է Նիկոլ Փաշինյանը։ Սպանության փորձի բեմադրությունը ըստ Սաղաթելյանի ընդդիմության նկատմամբ արվող քայլերը արդարացնելու նպատակ են հետապնդում։ Որ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին վերացնելու կամ վրեժ լուծելու համար։ Ու այս տեսանյութը վերցրել է, ընկել է փողոցները, սրան հղում անելով աճուձախ սպառնալիքներ է հնչեցնում եւ ընդդիմությանը մեղադրում այս քայլերի գործողությունների կամ այդ երևույթի հետ կապ ունենալու կամ պատվիրելու համար։ Քուանշ նաև Փաշինյանի իշխանության օրոք հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանից հասարակությանը բևեռացնելու նպատակ են հետապնդում, ասաց Մարուքյանը, ուզում եք քարոզարշավը թաղել ատելության մեջ, կարճ տեսաուղերձում Լուսավոր Հայաստանի առաջնորդը հորդորեց չհավատալ տեսանյութի իսկությանը։ Եթե տահաբեկչական խումբը իրական է, թող բռնեն, իհարկե թող բռնեն, իհարկե դատապարտում ենք, բայց ես ասում եմ, սա քարոզչական հերթական հնարքն է։ Եվ էլի ադրբեջանական թեզերը շրջանառության մեջ են դրվում։ Եթե տեսանյութում կատարվողը բեմադրված է, ինչու Նիկոլ Փաշինյանը այդքան էմոցիոնալ արձագանքեց դրան, ինչու են դիմակավորված տղամարդիկ հենց 5 հոգով, երբ եւ ինչ պայմաններում կբացահայտվեն դրանք, եւ ի վերջո որտեղից է ներբեռնվել տեսանյութը, այս հարցերը դեռևս հատուկ ծառայությունների կողմից հրապարակային չեն պատասխանվել, իսկ քարոզարշավը շարունակվում է, արդեն սպանության սպառնալիքների ներքո, հուսանք անիրական։